Ողջույն, ես Անգելինան եմ եւ այսօր կխոսեմ հումորիստի մասնագիտության մասին։ Հումորիստները թվում է թե հեշտ է, բայց ասում են, որ մարդկանց ավելի հեշտ է լացեցնել, քան ծիծաղեցնել։ Այս հումորային թեմայի շուրջ կզրուցեմ Զարա Սահակյանի հետ։ Գնացինք։ Երևի Հայաստանում առաջին կին հումորիստն եք, որ սիրվեցիք, ձեզ դժվար է եղել ընտրել այդ ճանապարհը։ Ես սկզբում ընտրել էի երգի ուղին, երգի թատրոնում բավականին երկար 4 տարի երևի աշխատել եմ կանաչ գոտի նախագծում ու հետո հենց այնտեղ էլ հանդիպեցի արդեն վիտամինի 32-ի տղաներին, ովքեր ինձ առաջարկ արեցին ակումբ ու բնականաբար ուղիղ շեղվեց, ես էլ ընտրեցի արդեն թատերական ինստիտուտը։ Երբ ավարտում ես, պիտի գնաս ինչ-որ ուղղությամբ կամ կոնսերվատորիա կամ թատերական, այդպես իմ ուղին գնաց դեպի թատերական ուղղությամբ։ Ասում են հումորով զբաղվող մարդիկ կյանքում շատ տխուր են։ Դուք այդպիսին եք։ Ինչ տխուր չեմ։ Երբեմն այո, կա այդպիսի բան, որովհետև աշխատանքիդ մեջ այնքան ես դրան գործի աչքով նայում, որ առօրյայում քեզնից ակնկալում է հանդիսատեսը, որ պետքա ինչ-որ հումոր անես, կատակ անես, բայց այդ ժամանակ դու մտքերով լրիվ ուրիշ տեղ ես լինում, այսինքն ինձ մոտ կոնկրետ ավելի շատ հումորային սիտուացիաները գալիս ինձ գտնում են, քան ես փորձում եմ ինչ-որտեղ հումոր անել, բայց կյանքին հումորով վերաբերվելը շատ օգնում է թեթև ապրելուն։ Հումորը ավելի շատ կախված է թե ինչպես կմատուցես, այդպես է։ Կան կատակներ, որ մատուցման կոնկրետ եղանակ ու ձև ունեն, ու եթե այն ճիշտ պաուզաները չպահես, եթե այն կարևոր կատակը, որ աճեցնում ես ու պիտի կարևոր կատակը ասես, տեղին չհասվի, գուցեև դրանից կատակի որակը տուժի։ Լինելով հումորիստ, դերասան, հաղորդավար, ձեզ որն է ավելի հոգեհարազատը։ Չգիտեմ ինչու ես ինձ հումորիստ չեմ համարում, ուղղակի աշխատում եմ այդ բնագավառում, բայց հոգեհարազատ է ամեն ինչ, քանի որ ցանկացած գործի վերաբերվում եմ ինչպես զրոյից նոր բան կսկսես։ Այսինքն ես հենց ներկայի մեջ եմ, այդ պահի մեջ եմ ու ամեն անգամ իմ համար դա մարտահրավեր է, որը պիտի պատվով լուծեմ։ Այնպես որ հոգեհարազատը ամեն ինչ, եթե ես դրա մեջ կամ ու վերցրել եմ, որ պիտի դա անպայման անեմ։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ, հեքիաթ աղջիկ։ Ասեմ, որ ինձ շատ դուր եկավ, շատ հավես էր, դե ինձ սպասեք նոր մասնագիտությունների ուսումնասիրությանը, ստեսյուն։